Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է իշխանության ֆանատները եկեղեցի են այցելել եւ փորձել սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկին։ Ժողովուրդը նշում է, որ ներքին գործերի նախարարության բարձրաստիճան մի շարք սպաներ ներքին միջավայրում բարձրաձայնում են, որ համակարգում տիրող իրավիճակն այլևս անտանելի է։ Հրապարակը գրում է ԲԴԽ-ում քննությանը մասնակցած դատավոր դառնալու հայտ ներկայացրած 36 անձից ոչ մեկը չի կարողացել նվազագույն շեմը հաղթահարել։ Ժողովուրդն ընդգծում է, որ падգամավորի մեկ գործուղման վրա բյուջեից ծախսվում է առնվազն կես միլիոն դրամ, իսկ որոշ դեպքերում մի քանի անգամ ավելի։ Հրապարակն էլ գրում է. «Պարզ էր, որ իշխող թիմը ոչ մի պարագայում չէր ընդունելու նախագիծը, ընդդիմությունն ինչու է մատերի արանքով նայում նախագծին»։ Ժողովուրդը հայտնում է մեկնարկել է ակադեմիական քաղաք Հայաստան գիտելիքի միջազգային ֆորում միջոցառումը, որի կարևորությունը հասկանում է միայն Փաշինյանը։ Հրապարակի փոխանցմամբ ասում են Արթուկը միացնում ես Ռուբեն Ռուբինյանն է խոսում ամենատարբեր թեմաներով։ Ժողովուրդը տեղեկացնում է Փաշինյանը ստում է նպատակ չունի վեհարանը վեհին տալու։